Ողջույն մեր հավատարիմ հեռուստադիտողներ, եթերում է մանկական լրատու լրատվական ծրագիրը, ձեզ եմ միանում Անահիտ Բադալյանը։ Այսօր սեպտեմբերի 14-ն է, օրը կիրակի, եւ մենք ամփոփում ենք մանկական կարևորագույն իրադարձությունները։ Յուրաքանչյուր հայ երեխա պարտավոր է իմանալ իր հարազատ երկրի վեհ եւ հպարտանալու պատմությունը։ 1992 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը վերջիվերջո անկախացավ։ Դաժան եւ երկար փորձություններից հետո, փշոտ եւ խոչընդոտներով լի ճանապարհներից հետո, մեր քաջ եւ վեհ մարտիկների շնորհիվ այսօր մենք խաղաղ եւ երջանիկ ենք, ազատ ենք եւ անկախ եւ այդ կապակցությամբ միայն պարտական ենք հայ զինվորներին։ Անկախության օրվա կապակցությամբ քաղաքապանում տեղի ունեցավ մեծ միջոցառում, որի ժամանակ քաղաք էին հյուրընկալվել երգիչներ Ներսիկ, Աղասի եւ Արաբույս Սպիրյանները, նաեւ Սիլվա Հակոբյանը եւ Արամեն։ Միջոցառումը կայացավ Կապանի մարզադաշտում։ Միջոցառման գլխավոր հովանավորն էր Հրաչ Ջաբրյանը, ով իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն վեհ եւ քաջարի զինվորներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը եւ մեր այսօրվա անդորրը պահպանեցին։ Եվ իհարկե միջոցառումն ավարտվեց գեղեցիկ եւ շքեղ հրավառությամբ, որը նվիրված էր հայ զինվորների հիշատակին, որոնց շնորհիվ այսօր մենք ազատ եւ անկախ պետություն ունենք։ Փառք հայ զինվորներին, Աստված նրանց վեհ ու պայծառ հոգիները թող լուսավորի։ Անահիտ Բադալյան, հատուկ մանկական լրատվի համար։ Մանկական լրատուն երկրորդ եթերաշրջանը սկսել է նոր եւ թարմ ծրագրերով։ Անգլերեն իմանալ նշանակում է տեղեկատված լինել գրեթե աշխարհից։ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, ասել է մեծն հայ գրող Հովհաննես Շիրազը։ Մանկական լրատուն կազմակերպում է անգլերենի օնլայն ուսուցում։ Ցանկացողները կարող են գրանցվել մանկական լրատու.uz.ru կայքում կամ գրել մեզ Facebook-յան եւ համադասարանցիներ էջերով։ Պարզապես գրանցվեք կամ էլ ուղարկեք մեզ հաղորդագրություն եւ պարապմունքներին կմասնակցեք նաեւ դուք բաց մի թողեք անգլերեն սովորելու այս բացառիկ հնարավորությունը։ Մանկական լրատուն նաեւ ետ չի մնում ստեղծագործական աշխարհից։ Բոլոր այն փոքրիկ երեխաները, ովքեր սկսել են ստեղծագործել եւ ունեն ստեղծագործած բանաստեղծություններ, կարող են իրենց բանաստեղծություններն ուղարկել մեր կայքի հասցեին կամ գտնել մեզ համադասարանցիներում եւ Facebook-ում եւ մենք անպայման կընդգրկենք դրանք մեր կայքում։ Մենք հնարավորություն ենք ընձեռում բոլոր փոքրիկ ստեղծագործություններին իրենց բանաստեղծությունների մասին հայտնել ողջ աշխարհին եւ նրանց համար հարթել ստեղծագործական կանաչ ճանապարհ։ Եվ այդ պատճառով ուղարկեք մեզ ձեր ստեղծագործությունները կամ էլ պարզապես գրեք մեզ մեր Facebook-յան եւ համադասարանցիների էջերով։ Մենք անպայման ուշադրություն կդարձնենք ձեր նամակներին։ Դե ինչ, այսքան էին մեր նախատեսած նորությունները սեպտեմբերի 14-ի համար, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկման ժամանակ։ Մնացեք մեզ հետ։ Ձեզ հետ Անահիտ Բադալյանը, մեր բոլոր հաղորդումները կարող եք դիտել մանկական լրատու.uz.ru կայքում։ Ցտեսություն։